ծրագրը։ Երկու հարց ունեմ, պարոն Փաշինյան, նախ եկեք միասին լսենք, թե ինչ էր ասում մեզ բոլորիս ծանոթ մարդը նախկին իշխանությունների ժամանակ։ Հենց ընտանիքների անդամների եւ հարազատների հետ տեսակցություն չի լինում։ Ոչ մեկի հետ։ Ինչ է ասում գլխավոր դատախազը։ Ասում է տեսակցության հնարավորության պայմաններով մեղադրյալը բայց դեպքում մարդու չեն բարույթի իրականացման վրա որևէ մեկի նկատմամբ անձնական հաշվեհարդարի խնդիր չկա։ Այսինքն այդ մարդկանց իրանց երեխաների հետ հանդիպելու արգելքը պայմանավորված է քրեական գործի շահերով, նախաքննության վրա ապօրինի ազդեցություն թույլ չտալու անհրաժեշտությամբ։ Քո աշխարհում գլխավոր դատախազ, ինչու՞։ Եթե այդ մարդկանց տեսակցություն տված լինեին եւ պարզվեց, որ տեսակցության ընթացքում նրանց օրինակ Ժիրան Սեֆիլյանի 11-ամյա տղան փորձում է նրան ատոմային ռումբ փոխանցել, կհասկանայինք, կասեինք, այ ժողովուրդ, դե անընդհատ իրանց մանկահասակ երեխեքը բերում են զենք զինամթերք են տալիս իրանց տեսակցության ժամանակ, էս էլ փաստը ընդհատել է։ Բայց մարդկանց իրանց մանկահասակ երեխաների հետ տեսակցելուց կամ ընտանիքի անդամների հետ տեսակցելուց ուղղակի արդեն դնելը դա հաշվեհարդար է, ուղղակի խոշտանգման մասին է, որ դա խոշտանգումը պարտադիր է եղողները քաշել։ Էդ էլ է խոշտանգում։ Պարոն Փաշինյան, սա ձեր խոսքերն էին նախկին իշխանության ժամանակ։ Հիմա քուանշ, պարոն Փաշինյան, ձեր իշխանության ժամանակ մենք տեսել ենք, որ գիշերազգեստով եւ հողաթափերով անգամ կնոջ են բերման ենթարկել։ Ձեր իշխանության ժամանակ ԶՊՎ տանելու ճանապարհին խոշտանգել եւ սեռական նվաստացման են ենթարկել մի երիտասարդին։ Ձեր իշխանության ժամանակ Աշոտյանին նույնպես թույլ չէին տալիս իր մանկահասակ երեխաների հետ տեսակցել, ծնունդ շնորհավորել, նույնը Չալաբյանին, հիմա էլ ոնց հասկանում ենք Արեգնազ Մանուկյանի հերթն է եւ միայն 3 է քննիչը լայավ արել, թույլ տալ ծննդյան օրով այդ երեխային տեսակցել, երբ որ երեխան արդեն հոգեբանների աջակցության կարիք ուներ, հոգեբանների էր այցելում։ Այդ երեխաներից որևէ մեկը, պարոն Փաշինյան, զենք չի տարել իր ծնողին տեսակցելիս, իգլա զենիթահրթիռային համալիր չի տարել, ընդհանրապես տեսակցություն էր պետք։ Ինչու դուք մի անգամ ձեր գլխավոր դատախազին քուանշ չասեցիք, ասեք քուանշ տիկին գլխավոր դատախազ, այս ինչ եք անում, այս խեք խոշտանգում իմ երկրի քաղաքացիներին, ինքն էլ թող մի հատ սրել, եթե հնարավոր էր։ Եվ երկրորդ հարցը, դուք երբ որ վարչապետ դարձաք, մեզ ցույց տվեցիք կառավարական ամառանոցների լվացքատունը, զուգարաններն անգամ ամեն ինչ հնարավոր թափանցիկությունը ապահովելու համար, բայց դուք այդպես էլ ցույց չտվեցիք այն ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանի Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու թղթերը։ Դուք միայն գրառում արեցիք, ասեցիք այդ թղթերը ես տեսել եմ, ամեն ինչ օքեյ է, նորմալ է, բայց կասկածը հանրության մոտ մինչ օրս կա, պարոն Փաշինյան։ Հանրությունը իրավունք ունի տեսնել այդ փաստաթղթերը ռեալ, որ հասկանա լեգիտիմ է արդյոք եղել այն ժամանակ նախագահը եւ հետեւաբար ձեր լեգիտիմության հարցն է առաջանում։ Կարող է պարզվել, որ դա գործարք է եղել ընդդեմ դավադրություն, ասենք, ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Շնորհակալություն։ Առաջի հարցի վերաբերյալ ես երեք լրահոսում տեսել եմ այդ իրավիճակը եւ առիթ ա եղել ես դիրքորոշում եմ արտահայտել, որ ես էլ կարծում եմ, որ ոչ թե չի կարելի, եթե այդպիսի նախորդ դեպքերի մասին տեղյակ չեմ, որովհետեւ գուցե մամուլը գրել է աչքովս չինգե, բայց երեք լրահոսում տեսա եւ մեր գործընկերներին այդ ուղերձը տվել են, որ կարծում եմ, որ չափազանցությունների մեջ պետք չի ընկնել, այնպես որ ձեր հարցի տրամաբանությունը կիսում եմ։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, գիտեք, այդ թուղթը ես չեմ վերցրել, բայց այդ թուղթը ես տեսել եմ վկայի ներկայությամբ, դա տեղի ունեցել Մարիոթ հյուրանոցում, ես այն ժամանակ վարչապետ էի, թե վարչապետ չէ։ Հա? Էի։ Ինչ? Թևան Պողոսյանի հետ ենք եղել, Թևան Պողոսյանը այն ժամանակ Արմեն Սարգսյանի խորհրդական էր, թե օգնական էր, չեմ կարող ասել։ Արմենիա Մարիոթ հյուրանոցում, սենյակում, երեքով, չեմ հիշում էլի մարդ եղել, թե չէ, ինձ ուղեկցող մարդ եղել է, թե չէ։ Նայել ենք այդ թղթերը ու դրանով ավարտվել է։ Ես պարզաբան չեմ վերցրել, քսերոքս չեմ վերցրել, բայց այդ է պատմությունը, այսինքն ես տեսել եմ դա եւ կա վկա, այո, Թևան Պողոսյանը այնտեղ ա եղել։ Վարչապետ
Առաջվա Ռուսաստանը Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվություն եւ ԵԱՏՄ պահանջների պահպանման հստակ պլան։ Այժմ ինչ քայլեր են արվում սահմանափակումների վերացման ուղղությամբ, ինչ է այս հարցում ակնկալում Հայաստանը Ռուսաստանից եւ ձեր գնահատմամբ ի վերջո ինչպես եզրափակվի այս ամենը, նաեւ հաշվի առնելով, որ նոր ծրագրում կառավարության նշված է, որ Հայաստանը վերափոխելու է եւ խորացնելու է Ռուսաստանի հետ հարաբերությունները, եւ նախորդ շաբաթ հարց հնչեց եւ դուք էլ արձագանքեցիք Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, բայց այս մասը կարծես բաց մնաց։ Ադրբեջանի նախագահը թրիփի մասով նշեց, որ իրենց հատվածի երթուղու շինարարությունը հաջորդ տարի հասցվելու է Հայաստանի սահմանին, Հայաստանի շինարարությունն էլ այս տարի է ընթանալու։ Իրականում ինչ փուլում է հայկական հատվածի գործընթացը եւ երբ կարող ենք խոսել վերջնական շինարարության մասին։ Նաև Վաշինգտոնյան հայտարարություններից, որ 1 տարի անցել եւ դուք խոսում եք արձանագրում, որ խաղաղությունը տեսանելի է։ Ամեն դեպքում այդուհանդերձ որն է այսօր խաղաղության ամբողջական ամրագրման խոչընդոտող հիմնական չլուծված հարցը։ Նաև օրեր առաջ Վաշինգտոնում եռակողմ հանդիպում եղավ Հայաստանի, Ադրբեջանի փոխարգոսնախարարների եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ինչ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել եւ ինչ նոր քայլեր կարող են ակնկալել խաղաղության գործընթացում։ Շնորհակալություն։ Ռուսաստանի հետ կապված մեր դիրքորոշումը հետևյալն է. Եթե Ռուսաստանի համապատասխան մարմինները մտահոգություններ ունեն, մենք թափանցիկ ենք, ասում ենք եկեք ստուգեք, եկեք իրար հետ ստուգենք։ Ինչով է ավարտվելու այս պատմությունը։ Այս պատմությունը ավարտվելու է դիվերսիֆիկացիայով։ Այսինքն, եթե հիմա նույնիսկ հենց հիմա մի ժամից Ռուսաստանի շուկան 100% բացվի, միևնույնն է, մենք լրացուցիչ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա, որպեսզի այս իրավիճակներից մենք ընդմիշտ մեզ ապահովագրենք։ Այսինքն մեկը մյուսի հետ մենք չենք պայմանավորվում։ Ինչ վերաբերում է թրիփին, ասել եմ առաջիկայում նախ համապատասխան համաձայնագիրը վավերացման գործընթաց է ապրում եւ թրիփ ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն են հիմա ավարտին հասնում եւ նախատեսվածով նկատի ունեմ ոչ մի խոչընդոտ չկա։ Այսինքն պարզ աշխատանքային գործընթաց է, որ ժամանակ է տանում եւ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները իրար հետ աշխատում են, իսկ խաղաղությանը ոչ մի խոչընդոտ չկա, որովհետեւ խաղաղությունը հաստատված է։ Հիմա մենք օրակարգ ունենք, այսինքն մենք այսօր այնց վիճակում չենք կամ իրադրությունն է նա, որ խաղաղությունը կա տեղում է։ Ուրիշ բան խաղաղության, ինչպես նախկինում ասել եմ, ինստիտուցիոնալացման ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկենք եւ տրիպն էլ է խաղաղության ինստիտուցիոնալացման քայլերից, որովհետեւ երբ որ ճանապարհները բացվեն եւ տեղի ունենա հաղորդակցություն, ապա շրջափակում, դա շատ ուժեղ երաշխիք է խաղաղության, որովհետեւ այդ խաղաղությունից բոլոր երկրները իրենց օգուտները կստանան։ Խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ աշխատանքները շարունակվելու են եւ մենք շարունակում ենք ադրբեջանական կողմի հետ այդ թեմայով աշխատել։ Փոխարգոսնախարարների հանդիպումը ընդհանուր քննարկում է եղել եւ նվիրված է եղել օգոստոսի 8-ի տարեդարձին։ Իհարկե ընդհանուր շրջանակ է քննարկվել։ Շնորհակալություն, Աննա Պապիկյան, հրապարակ։ Պարոն Փաշինյան, դուք կառավարության պաշտոնները նոր կադրերով եք